Բարև Արեմեդյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արեմեդյան Հայաստանի ազգային խորհուրդը գործընծուց իր հիմնադիրներն մեկը բարոն Բողոս Կարապետյանը։ Արաս հրադարակչությունը ներկա եղավ Դիկրանագերդի Քիրքի դոնավաճառին։ Ճարտարապետները կբահանջեն անհաբաղ դադրեցնել հայրու ցեղասպանության հուշահամալիրի ներկայիս վերականգնման աշխատանքները։ Իսկական հայեր գերմանական փաստաթուղթերուն մեջ։ Արեմեդյան Հայաստան Արսլան Տեպեի մեջ գտնված 5500-ամյա սուրերը լույս կսփռեն պատմության վրա։ Բարոն Ազնավուր ֆիլմը երկերու ուժով փրկվող պատմություն։ Արեմեդյան Հայաստանի լրաց հայ համայնքները։ Հոկտեմբեր 22-ը Գոմիդաս վարդապետի հիշադակի օրը։ Բողոս Փոլ Կարապետյանը Արեմեդյան Հայաստանի պատվավոր քաղաքացի, ցեղասպանութենեն փրկվածներու շարանք, Ալժիրի նախկին մարտիկ, հայ հին մարտիկներու եւ համագերներու ազգային գազագերբության պաշտոնական ներկայացուցիչ, Դրակինյայի հայերու ընկերակցության հիմնադիր անդամ, սիրված իր անմիջականությամբ եւ անգերց խոստովանությամբ 1990-ական թվականին սկսյալ աջակցեցավ Արմենակ Աբրահամյանին, երկրաշարժեն դուժած Հայաստանին օժանդակելու, Արցախյան հայերուն աջակցելու, իսկ 2003-ին սկսյալ Արեմեդյան Հայաստանի ազգային խորհրդի գազմավորման գործին մեջ։ Ան միացավ իր հայր Պետրոսին եւ մայր Վարդանուշին, ընտանիքի հին ծառին շուրջ, որուն արմատները կդարածվին իրենց սիրելի այգիի մեջ Արեմեդյան Հայաստանի հողին վրա։ Արեմեդյան Հայաստանի նախագահությունը Լիդիա Մարգոսյանի, Արմենակ Աբրահամյանի եւ Նելի Հարությունյանի անունով ազգային խորհրդի, ղարաբարության եւ խորհրդարանի անունով կհայտնեն իրենց խորին ցավակցությունը անոր քույր աղավնիին, գնոջը Դոմինիկին, որդիներուն Վարուժանին եւ Սարգիսին, թորներուն, ընտանիքին եւ բոլոր հարազատներուն։ Արեմեդյան Հայաստանի Դիկրանագերդ քաղաքին մեջ հոկտեմբեր 18-ին մեկնարկած է 9-րդ միջազգային Քիրքի դոնավաճառը։ Դոնավաճառը մեծ թիվով այցելուներ կընդունի։ Քիրքերու վաճառքեն բացի կգազմագերբվին հանդիպումներ, քննարկումներ եւ հեղինակներու ստորագրահանտեսներ։ Այս տարի եւս իր մասնակցությունը կբերե Արաս հրադարակչությունը, որ կներկայացնե հայերեն եւ թրքերեն քիրքեր, պատմության, քրագանության եւ մշակույթի նյութերով։ Դոնավաճառը պիտի շարունակվի մինչեւ հոկտեմբեր 26-ը։ Արևելյան Հայաստանի ճարտարապետներու բալադի 172 անդամներ հայտարարության պահանջած են անհաբաղ դադրեցնել հայրու ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ վերականգնման աշխատանքները։ Անոնց խոսքով վերականգնումը կկատարվի սխալ նախագծային լուծումներով, ինչը կվտանգե հուշահամալիրի կառուցվածքային գայունությունը եւ կխեղաթյուրե հեղինակային թիմակիցը։ Ճարտարապետները կհրավիրեն ստեղծել նոր մասնագիտական խումբ, ներգրավելով փորձառու մասնակիցներ, իրականացնել գիտական հետազոտություն եւ մշակել նոր վերականգնման նախագիծ։ Մինչ այդ պետք է ապահովի հուշահամալիրի ժամանակավոր պահպանումը։ Գերմանական փաստաթուղթերուն մեջ, որոնք կվերապերին հայրու ցեղասպանության, հաճախ կգործածվի հետաքրքրական ցեղագերբում։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները այնտեղ կգոչվին իսկական հայեր։ Այս խտրական արտահայտությունը ցույց կտա, որ օտար աղբյուրներու մեջ հայ ժողովրդի ինքնությունը սահմանված է թուրքերու կողմէ ըստ անոնց նախնիներու հավատքին եւ ազգային գիտակցության։ Այս իրողության հետևանքով Արեմեդյան Հայաստանի հայրու թիվը նվազագույնի հասած է, իսկ ժողովրդական վիճակագրությունը աղավաղված եւ գեղձված է ի վնաս հայ ժողովրդի իրավունքներուն։ Արեմեդյան Հայաստանի 5 քաղաքատեղի Արսլան Տեպեի փլուրին մեջ գտնված են աշխարհի ամենահին շուրջ 5500 դարվան վաղեմությամբ սուրեր։ Անոնք հայտնաբերված են 1976-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակին մեջ ընդգրկված տարածքին մեջ։ Հռոմի համալսարանի հնապաններու բեղումները ցույց տված են, որ սուրերը կտվակրվին Քրիստոսե առաջ 3400 թվականով։ Այս հայտնագործությունը արժեքավոր դեղեցություններ կուտա այդ շրջանի ռազմական համագարքին եւ պետականության ձևավորման մասին։ Մալաթիայի թանգարանի դնորենը նշած է, թե սուրերը պատրաստված են բղինցի եւ արսենի խառնուրդեն եւ զարդարված արծաթե նախշերով, արտացոլելով այն ժամանակվա բարձր արհեստագիտական եւ մշակութային մագարտակը։ Արեմեդյան Հայաստանի այս տարածքին մեջ իրականացվող բեղումները կշարունակվին արդեն շուրջ 1 դար, բացահայտելով բազմաթիվ քաղաքակրթություններ եւ հետքեր ուշ բրոնզի դարեն մինչեւ երկաթի դար։ Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրին նվիրված նոր կենսագրական ֆիլմը թեև երաժշտական առումով գրավիչ է, պատմական եւ քաղաքական խորություն գրեթե չունի։ Ֆիլմը կներկայացնի Ազնավուրին իբրև մեծ արվեստագետ, սակայն կշրջանցի անոր հայկական ինքնությունը եւ հայրու ցեղասպանության ճանաչման համար մղած երկարամյա պայքարը։ Ֆիլմին մեջ Ազնավուրի գերբարը կառուցված է ավանդական ձևաչափով՝ մանկություն, հաջողություն, խոչընդոտներ, անձնական ողբերգություններ եւ փառք։
Այնուամենայնիվ Թիդոը կգրավվի Ազնավուրի անմահ երգերով, որոնք կփրկեն ֆիլմին հուզական կողմը եւ կփոխանցեն այն անկեղծությունը ներաշխարհը, որու շնորհիվ ան դարձավ համաշխարհային խորհրդանիշ։ Տահար Ռահիմի մարմնավորումը կփախի արտաքին անհամապատասխանության խնդրին։ Դերասանը ավելի շատ կհիշեցնե թիմակ, քան իրական մարդ։ Ֆիլմին ամենամեծ արժանիքը կմնա երաժշտությունը, այն բահերը, երբ կհնչեն Ազնավուրի սրտաբուխ երգերը։ Չնայած տերություններուն, բարոն Ազնավուր ֆիլմը կհիշեցնե, որ Ֆրանսան գործընծուց իր մեծագույն բանաստեղծներեն մեկը, իսկ Հայաստանը իր ամենամեծ դեսպանը։ Լրագրող Մուրադ Էզերը կպատմի Արևմտյան Հայաստանի շարք պատմական քաղաքներու մեջ թեր ապրող հայերու կյանքին մասին։ Ամասիայի մեջ ան այցելած է քաղաքի վերջին հայ գոշկագարին, որուն 200 դարվան հին դունը մինչև այսօր կանգուն է հագարակ ժամանակի եւ անդարբերության քայքայիչ հետևանքներուն։ Ռաֆայելը կպատմի հայերով բնակեցված հին թաղամասերու մասին, որոնց տուները կամ փլած են կամ ալ վերածված նորագարույց շենքերու։ Այնուհետև լրագրողը մեկնած է Գաստամոն, ուր հանդիպած է Արման Ասլան անունով հայ վարպետին։ Արմանը կսպաղի քաղաքի հայկական գերեզմանադան պահպանությամբ եւ հոգեվոր ծեսերու կատարումով։ Այսօր Գաստամոնի մեջ մնացած է միայն 32 հայ, մինչդեռ 1911-ին հոն բնակած է մոտ 14000 հայ։ Հեղինակը կշեշտե, որ Արևմտյան Հայաստանի այս քաղաքներուն մեջ հայկական մշակույթի վերջին հետքերը աստիճանաբար կմարին։ Սակայն Ռաֆայելի եւ Արմանի նման մարդիկ կշարունակեն պահպանել իրենց ինքնությունն ու հիշողությունը այն հողին վրա, որ դարեր շարունակ եղած է հայկական։ 1935 թվականի հոկտեմբեր 22-ին Ֆրանսիայի մեջ իր մահկանացուն կնքեց Կոմիդաս վարդապետը, հայկական երաժշտության անզուգական հանճարը, որուն ծննդաբայրը Կոտահյան էր։ Մանկության դարիներուն գործընծնելով իր ծնողները, ան ուղարկվեցավ Էջմիածին, ուր գրթություն ստանալով ցերնաթրվեցավ վարդապետ եւ ստացավ Կոմիդաս անունը։ Կոմիդասը հայ եկեղեցական եւ ժողովրդական երաժշտությունը բարձրացուց նոր մագարտակի, ստեղծելով բազմացայն մշակույթ եւ հավաքելով շուրջ 3000 ժողովրդական երգեր։ Ան ուսանեցավ Բերլինի մեջ, ապա դասավանդեց եւ համերգներով ներկայացուց հայկական երաժշտությունը Փարիզի, Բերլինի, Վենեդիգի, Բաքվի եւ այլ քաղաքներու մեջ։ 1915 թվականին Կոմիդասը շատ ուրիշ հայ մտավորականներու նման ցերպակալվեցավ, սակայն հրաշքով փրկվեցավ։ Այդ դեպքերեն յետք անոր հոգին չդիմացավ եւ ան մնաց հոգեգան հիվանդանոցին մեջ մինչեւ իր մահը։ Կոմիդաս վարդապետը ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի մեծ երախտավորներեն մեկն է, հայ հոգիի, երգի եւ հավատքի անմահ խորհրդանիշը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։